Այսօր Էլեն Պապյանին, որը վարժեցնող է եւ շատ է աշխատել տարբեր ցեղատեսակիչների հետ, հարցեր է մուղելու ամենատարբեր ցեղատեսակների մասին, որպեսզի դիտողները ավելի լավ պատկերացնեն, քանի որ հաճախ կա կարծրատիպեր ցեղատեսակների մասին եւ մարդիկ սխալ կարծրատիպերով վերցնում են այս կամ այն ցեղատեսակը եւ մեղմ ասած ընկնում են կրակը։ Ես կասեի 90% դեպքերում ցեղատեսակներ վերցնում են կարծրատիպերով եւ հետո բախվում են խնդիրների հետ կապված։ Քանի որ ես ունեմ գերմանական հովաշուն, եկեք սկսենք նրանցից։ Ինչ սպասել գերմանական հովաշնից, որ դեպքում արժի վերցնել այդ ցեղատեսակը, որ դեպքում չարժի, ինչ պետք է նրանց տրամադրել, ինչքան ժամանակ, մի խոսքով ինչ կասեք գերմանական հովաշների մասին։ Ես գրեթե իմ բոլոր ինտերվյուներում կրկնվում եմ, որտեվ ինձ որ ցեղատեսակից հարց տալիս են, ես ասում եմ, որ դա շատ լավ ցեղատեսակ է, բայց ես հատուկ դա չեմ անում, դա իրոք իմ կարծիքն է։ Իրականում հովաշները շատ տուժում են ֆիլմերի պատճառով, որովհետև ֆիլմերում իրենց նկարում են ինչ-որ սուպեր հերոսներ, մենք բոլորս գիտենք մեր մանկության տենց Կամիսար Ռեքս, Մուխտար Ռեքս, բոլոր կինոները, ու այդ ակնկալիքով են մարդիկ վերցնում շուն, մտածելով, որ հենց այդպիսին է ինքը լինելու, հարգելի ընկերներ, շուն վերցնողներ, պահողներ։ Կամիսար Ռեքս ֆիլմի ժամանակ նկարահանվել է 12 տարբեր հովվաշուն, որոնցից մեկը անում էր օրինակի համար ինչ-որ կոնկրետ հրաման։ Պետք չի վերցնել ձագուկ ու տենց հետո այդ ձագուկից անընդհատ ակնկալել, որ ինքը սենց սուպեր հերոսի նման ձեզ փրկելու է։ Ինչպես նաև մենք ունենք մի հատ սենց տարօրինակ խնդիր Հայաստանում հայերի մենտալիտետում խելոք ու խելացի բառը, չգիտես ինչի, սենց սերտաճած է, այսինքն երբ որ մարդիկ բողոքում են, ասում են, բայց մենք կարդացել ենք, որ ինքը խելոք ցեղատեսակ է։ Ասում եմ, դե խելոք երեխան, դա բնավ այն երեխան չի, որը նստում է բազկաթոռի վրա, գիրք է կարդում ու ձեզ ոչինչով չի անհանգստացնում։ Խելացի կենդանին, խելացի էակը հենց նրանով է աչքի ընկնում, որ ինքը կփորձի բացել բոլոր դարակները, չեմ ուզում նեղացնեմ մարդկանց, որ երեխային ու շանը համեմատեմ, բայց խելացի երեխան ու խելացի շունը կքանդեն ամբողջ տունը, կփորձարկեն ամեն ինչ տենց մասնավորապես բերանը դնելով եւ այլն, կկոտրեն այն ամեն ինչը ինչ հնարավոր է, որպեսզի հասկանան արդյոք դա կոտրվող է թե ոչ։ Հետևաբար, եթե դուք կարդում եք ինչ-որ շան խարակտերիստիկայում, որ այդ շունը խելոք է կամ որ այդ շունը խելացի է, կներեք, դա չի նշանակում, որ դուք իրան բերելու եք դնելու եք բազմոցին, դուք իրան ասելու եք մի կրծի բազմոցու ու ինքը տենց խելացի լինելու հաշվին ինքը դա այլևս չի անելու ձեր մեկ անգամ ասելուց հետո։ Խելացի շուն, մասնավորապես հովվաշները, իրանք ունեն շատ մեծ պոտենցիալ ու այդ պոտենցիալը պետք է զարգացնել։ Եթե դուք վերցնում եք շուն այն ակնկալիքով, որ ինքը ձեր համար ընկեր է լինելու, դուք ինչ-որ մինիմալ ժամանակ եք նրան տրամադրելու, ուղղակի տենց որպես համակեցություն։ Միանշանակ հովվաշունը ես չեմ ուզում խորհուրդ չտալ, որովհետև կարա շատ լավ մեջ ստացվի, որովհետև շուներն ու մարդիկ շատ հաճախ սենց գտնում են իրար, չեմ ուզում ասեմ մի վերցրեք, դա բնավ ցեղատեսակից կախված չի, բայց հաշվի առեք, որ պետք է այդ պոտենցիալը բավարարված լինի, այսինքն պետք են զբոսանքներ, պետք է training, որտեղ իրանք շատ են ձանձրանում, իսկ ձանձրանալուց խելացի կենդանին փնտրում է զբաղմունք, որը հիմնականում ձեր դուրը չի գալու, դա լինելու է այդպես ինչ-որ։ Ինչպես երեխաները։ Ինչպես երեխաները, լավ, չվախացնենք մեր ունկնդիրներին, հաշվի առեք, որ ժամանակատար ցեղատեսակ են ու նաև ֆինանսատար են, շատ քիչ է խոսվում նրա մասին, որ հովաշունը բավականին ֆինանսատար ցեղատեսակ է, որովհետև հատուկ կեր պետք է լինի, որովհետև սուստավների հետ խնդիր է լինում շատ հաճախ, մեծ տարիքում պետք է շատ ուշադիր լինել իրենց ոտքերին, այսինքն ներդրումներ պահանջող ցեղատեսակ է։ Սկսնակներին էլի չեմ ուզում ասեմ խորհուրդ չէի տա, ես որպես հովվաշանտեր սկսնակներին խորհուրդ չէի տա պահել հովվաշուն, քանի որ իրանք համարվում են ամենախելացի ցեղատեսակներից, բայց իրանք մանկությունը անցնում է շատ դաժան, անկեղծ լինենք։ Էլենը չի ուզում վախեցնի, բայց ես ձեզ կվախեցնեմ։ Ուզում եմ խոսենք հասկիների մասին, որպես Հայաստանում էլի շատ, այսպես ասած, նորաձև, քանի որ ինչպես բոլորս տեսնում ենք, ամբողջ փողոցները հասկի, այսինքն արդեն այնքան են պահել, այնքան են բուծել, որ ոչ վաճառվում են, ոչ արդեն կարողանում են նվիրեն։ Ինչու այդպես մոդա ընկավ, որոնք են այդ ցեղատեսակի լավ եւ վատ կողմերը։
Հասկին հրաշալի ցեղատեսակ է, ինչը որ ես կրկնում եմ բոլոր ցեղատեսակների հետ կապված, բայց դե հիմա էսա։ Հասկին շատ լավ ցեղատեսակ է այն մարդու համար, ով ինքնաբավ է, այսինքն հասկի վերցնող մարդիկ, ովքեր որ ակնկալում են, որ հիմա այդ շունը լաբրադորի նման նայելու է իրանց աչքերի մեջ, իր սիրտը կանգնելու ամեն անգամ, երբ որ տերը տանից դուրս է գալի, դա հասկի մասին չի։ Հասկին դա ոնց որ հավասարը, դա ոչ թե շուն եւ մարդ շփում է, այլ հավասարը հավասարի հետ շփում է, որովհետեւ ծայրաստիճան ինքնուրույն շներ են, ինչի համար ես խենթանում եմ։ Ես մի քիչ տենց ազատ կամք սիրող շներին ավելի շատ եմ սիրում։ Բավականին պինդ առողջական ունեն, չնայած որ մի քիչ այդքան էլ համապատասխան չի այս շոկը իրենց համար, եթե բակում պահելու շուն եք ուզում, որը մի քիչ դժվար փոփոխական պայմաններ, եղանակային պայմաններին կհարմարվի, դա հասկին է, իմիջիալոց են, որ իրանք տենց մահանում են շոկից, դա էլ է միֆ, որովհետև իրանք Ալյասկայում են ապրել, իսկ այնտեղ հով ծառեր եւ այլն տենց գրեթե չեն եղել, այսինքն նույն ձև ոնց որ հասկիների մորթին իրենց պաշտպանում է ցրտից, նույն ձև նաեւ արևի ճառագայթներից է պաշտպանում, բայց էլի պայմաններին պետքա ուշադրություն դարձնել, պետքա արժանապատիվ կյանք տալ ցանկացած տարածքում ապրող շանը, այդ թվում նաեւ դրսում ապրող շանը։ Իսկ եթե խոսենք էլի իմ սիրելի ցեղատեսակներից մեկից գամփրներից, քանի որ շատերը հայկական գամփր վերցնում են, բայց շատ դժվար են տակից դուրս գալիս հասկանալի պատճառներով։ Որ դեպքում մարդը վերցնի գամփր եւ որ դեպքում ընդհանրապես չվերցնի այդ ցեղատեսակի լավ եւ վատ կողմերը։ Ըստ ինձ, քանի որ ես նաև որդեգրման բաժնի պատասխանատուն եմ, գամփրը համար 1 ամենահաճախ հրաժարվող ցեղատեսակներից է լինում, որովհետև իրականում հեշտ չի պահել այդ շանը, հենց վերցնենք միայն կերակրելը եւ ֆինանսը, առողջականը, որովհետև ծանրակաշունը պահանջում է շատ ամեն ինչը ավելի շատ, ամեն ինչը ավելի թանկ է, տեղափոխելը եւս դժվար է, շատ հաճախ տենց վետի տանելու խնդիր է լինում, բավականին հանգիստ բնավորություն ունեն ու հենց դա է ոնց որ մարդկանց խաբուսիկ թվում, այսինքն իրենց թվում է, եթե իրենց շունը 5-6 ամսականում կոնֆլիկտային չի հանգիստ է, իրանք նույնիսկ կարողանալու են կառավարել իրենց գամփրին 1 տարեկանում, 1.5, 2-3 տարեկանում, մի եղեք այդքան ինքնավստահ, դիմեք մասնագետի միանշանակ արժի վերցնել գամփր միայն այն դեպքում, եթե պատրաստ եք տրեյնինգին տրամադրել գումար եւ ժամանակ, կայուն ֆինանսական վիճակ, ու պետք է լինեք հետևողական ու մի քիչ պնդաճակատ այդ ցեղատեսակի համար, իրենք շատ լավն են, բայց իրենք շատ են տուժում Հայաստանում, որովհետև ահռելի քանակությամբ են բազմացնում, ես չեմ հասկանում ոնց կարելի է աչքերը փակ բազմացնել այդ ցեղատեսակը ու իրեն դուրս գցել, որովհետև այդ չափի շունը շատ ավելի քիչ շանսեր ունի դուրս աննկատ ողջ մնալու, շատ հաճախ թիրախ է դառնում, որովհետև չափերին խափնվում են մարդիկ ու մտածում են, որ հաստատ ագրեսիվ կլինի վախից դրդվելով ինչ որ վնասում են նրանց, չգիտեմ, այս անիմաստ բուծելու, անկանոն բուծելու մասին կարելի է անընդհատ խոսալ ու երևի գամփրների հետ կապված այդ համար 1 խնդիրն է Հայաստանում։ Իսկ մարդիկ կենդանի ընտրելիս ինչը հաշվի առնեն, որպեսզի հասկանան, որ այդ կենդանին իրենց կյանքի համար հարմար է։ Ես տեղ առաջ կտանեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, հարգելի շնասերներ, ովքեր ուզում են վերցնել շուն։ Ընտրեք բնավորություն, ոչ թե արտաքին տեսք, ոչ թե ցեղատեսակ։ Իսկ ավելի կոնկրետ համեցեք, չգիտեմ, ինձ գրեկով սաննային գրեք, համեցեք Ձինգոյի կացարան, ուղակի շփվեք բոլոր շների հետ։ Ես վստահ եմ, որ չկա մարդ, որ գա մեր շների հետ ծանոթանա, շփվի, չուզենա, չգտնի իր սրտի շանը, չգտնի իր կյանքի շանը, որովհետև ամենատարբեր բնավորության, ամենատարբեր չափերի, խառնվածքի գույների կանդիդատներ ունենք, որոնք երջանիկ կլինեն ձեզ հետ միասին տուն գնալ։ Դուք հիմա խոսեցիր կացանից կենդանի վերցնելու մասին, բնականաբար դա իմ առաջին ցանկությունն է, որպեսզի կացանի կենդաններ որդեգրվեն, բայց ես նաև ուզում եմ, որ մարդիկ որդեգրելուց առաջ լինեն սթափ եւ հասկանան ինչի կարող են բախվել շուն վերցնելիս։ Օրինակ, կացանից կենդանի վերցնելիս մարդ ինչ խնդիրների կարող է բախվել, քան օրինակ, եթե գնի ինչ որ մի տեղից ձակ։ Իրականում մենք ունենք այդ էլի բուծման խնդրին պետքա անդրադառնամ, երբ որ դու գնում ես ձակ,
դու ունես նույնքան զրոյական ինֆորմացիա այդ կենդանու վարքի, խառնվածքի, իր կյանքի մինչև քո առնելը, քան եթե դու վերցնում ես շուն փողոցից։ Չկա ոչ մի հստակություն, ոչ մի ձև դա չի դեպքում էլ չկա, ճիշտ է։ Երկու դեպքում չկա, դա ոչ մի ձև չի վերահսկվում, շատ հաճախ լինում է, որ երբ որ դու փողոցից ես վերցնում կամ ինչ-որ կենդանասերի մոտից ես տենց շուն ворթեգրում, շատ ավելի առողջ է այդ շունը լինում, պատվաստումները շատ ավելի որակյալ են լինում, քան այն բիզնեսմենների մոտից, ովքեր տենց ինչ-որ այդ փաստաթղթերի մեջ այդ պտիչկան դնելու համար ինչ-որ անհասկանալի բան են պատվաստել ու տենց տվել են քեզ։ Հիմնականում պրոբլեմատիկ իմ փորձի ժամանակ եղել են ավելի շատ գնաց շները ու մասնավորապես դրսից բերած շները, քան դրսից կամ կացարանից ворթեգրածները, որովհետև այդ դրսից շուն բերելու հետ կապված է ես շատ հարցեր ունեմ, որովհետև մենք երբեք չենք նայում այդ սիտուացիային շան աչքերով, այսինքն այդ ձագը ծնվում է ինչ որ տենց ապահով միջավայրում իր մամայի եղբայրների հետ, հետո իրան վերցնում են այդտեղից, դնում են ինչ-որ կոնտեյների մեջ ու տենց ժամերով ինքը ճանապարհորդում է, դա արդեն իսկ մեծ ստրես է ու ես կնախընտրեի չֆինանսավորել ու չդառնալ դրա մի մասը, չեմ ուզում նեղացնեմ ինչ-որ բարեխիղճ բուծողների, բարեխիղճ բերողների կենթանի արտերկրից, բայց լավ կլինի դուք կազմեք այն բանի մասը, որ կյանք եք փրկում, ուղղակի տենց հնարավոր չի դուք մտնեք ինչ-որ ворթեգրման էջ կամ գաք ինչ-որ կացարան ու չհավանեք գոնե մեկ շան, այդ ուղղակի չգիտեմ, այդ ուրեմն այդ մարդը ավելի լավ է շուն չպահի։ Իսկ քո կարծիքով որպես վարժեցնող, որ ցեղատեսակներն են ավելի տուժված։ Առաջի հերթին գամփրներն են միանշանակ, դեկորատիվ շներն են շատ հաճախ տուժված, որովհետև իրանց երբեմն ընկալում են բացառապես որպես աքսեսուար ու զրկում են շուն լինելու իրենց իրավունքից ու հնարավորությունից, այսինքն անգամ հատակ ինչ են դնում, անգամ չեն թողում քայլի կամ շփվի մնացած շների հետ։ Հասկանում եմ, որ վախում են, որ կարող է վնասվեն, բայց երջանիկ կյանքի են արժանանում պետք է արժանանան բոլոր շները։ Նաև մենք չունենք կուլտուրա հաշվի առնելու այդ շան եղանակային պայմաններին ադապտացվելու, օրինակ կանեկորսոներին, դոբերմաններին, որ պահում են դրսում վատագույն պայմաններում, հետո զարմանում են ինչի են ինչ-որ X ժամանակ հետո իրենք հիվանդանում, դա էլ է շատ մեծ խնդիր։ Կանեկորսո, դոբերման, ռոթվեյլեր, նման ցեղատեսակներ, պիտբուլ պահելուց առաջ, արդյոք մարդը պետք է ինքը որոշակի գիտելիքներ ձեռք բերի նոր վերցնի, որովհետև նման ցեղատեսակներ նույնպես ամենատուժվածներից են։ Ցանկացած ցեղատեսակի դեպքում լավ կլիներ, որպեսզի մարդիկ որոշակի պարտադրաբար որոշակի ինչ-որ քննություն հանձնեին, դա կլիներ հրաշալի։ Ինչը վերաբերվում է ռոտերին, պիտերին, կորսոներին, բոլորը շատ լավ ցեղատեսակներ են, եթե դուք կանչում եք ճիշտ վարժեցնող։ Այն ամեն ինչը որ ես տեսնում եմ, ինչ որ կատարվում է ինտերնետային հարթակում, այսինքն այդ պիտբուլներին ինչ որ ծանրակաշ բաներ են հագցնում, սկսում են վազացնել, ստիպում են կախվել ինչ որ տենց խաղալիքներից կամ տենց պակրիշկաներից եւ այլն։ Ես դա չեմ հասկանում, որովհետեւ երբ որ շունը փոքր է, ազարտի մեջ է, դա շատ հեշտ է կառավարելը, հետո այդ շունը մեծանում է, դառնում է շատ ավելի ծանրակաշ, շատ ավելի ամբիցիոզ, սեռահասունացման տարիքն է գալի ու մարդիկ միշտ հետևողական չեն լինում, կասկած չունեմ, միշտ հետևողական չեն լինում, այսինքն այդ ինչ-որ sense սիրուն պահա, իրանք այդ վիդեո են անում, 10 օր անում են ու տենց թողնում են ու շան մեջ այդ ազարտը մնում է։ Հետո նույնիսկ տենց զբոսանքներն են կրճատում, նույնիսկ այդ ֆիզիկական պոտենցիալը, որ իրանք զարգացրել են, գոնե դրա կեսը չեն ապահովում։ Ու շունը սկսում է ավելի նյարդային իրան պահել ու տենց դուրս է գալի անուն, որ այդ X ցեղատեսակը ինչ որ պրոբլեմատիկ է, ագրեսիվ է եւ այլն, շատ ադեկվատ ցեղատեսակ են, թե պիտբուլները, ռոթվեյլերները իմ top 3-ում են սիրելի ցեղատեսակների, բայց ուշադրություն ու հետևողականություն պահանջող շներ են բոլորը։ Այսինքն այն կարծրատիպը, որ ասում են պիտբուլները ագրեսիվ են, ռոթվեյլերները ագրեսիվ են, կարող ենք վստահել, որ դա շան հետ կապ չունի, դա կապ ունի տիրոջ հետ։ Իմ փորձը ցույց է տալի, որ հիմա մենք թվում ենք 2-3 ամենաադեկվատ, ամենասթափ ցեղատեսակները։ Ուղղակի իրոք շատ կարևոր է տրեյնինգը, որովհետև ցավալի է, բայց պետք է նշեմ, որ պիտբուլների տրեյնինգով մեծամասամբ Երևան քաղաքում զբաղվում է մարդ, որը նախկինում իր շանը կռվածրել է։ Չի բացառվում, որ ներկայում նույնպես։ Ինչի է այդ մարդը զբաղվում տրեյնինգով ու ինչ կարա տա այդ մարդը, որ իր շանը կռվածրել է ու այդ իր համար նորմալ է եղել, ինչ կարգապահություն ու ինչ հանգստություն կարա ինքը տա այն շանը, որի հետ որ ինքը աշխատում է, ես չգիտեմ։ Հետևողական եղեք ցեղատեսակ ընտրելուց եւ
առավել հետևողական եղեք մասնագետ ընտրելուց։ Ցեղատեսակների մասին մենք դեռ կշարունակենք խոսել, քանի որ նրանք շատ են եւ շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ կենթանուն ընտրեն ճիշտ ինֆորմացիայով։